Ամեն տարի ես այցելում եմ բժիշկ դիետոլոգների համաշխարհային կոնֆերանսի եւ այնտեղ ներկայացված սարքերի վրա տենց չեքափներ ենք անցնում։ Բիոիմպեդանս հետազոտությունը դա մարմնի որակական կառուցվածքի հետազոտությունն է, այսինքն ինչքանով է զու կազմված մկաններից, ճարպից, ջրից, համապատասխանում է քո BMI-ը, այսինքն մարմնի զանգվածի ցուցանիշը նորմային թե ոչ։ Այդպիսի հետազոտություն է։ Վստահ եմ հետևորդներից շատերը գիտեն դրա մասին եւս, բայց կարևորը ինչն եմ ուզում առանձնացնել, որ քանի որ 2 տարի արդեն մարզվում եմ, առաջին տարին, որ դեռ նոր էի սկսել մարզվել, գնացել էի եւ անցա այդ հետազոտությունը, երկրորդ տարին անցնելով հետազոտությունը պարզվեց, որ 3%-ով մկանային զանգվածը սաճել է այդ 1 տարվա ընթացքում։ Իսկ դա լուրջ թիվ է, վստահ եմ մասնագետներն էլ կփաստեն, մասնագետ ինստրուկտորները նաև կփաստեն, որ 3%-ով մկանային զանգվածի աճը դա լուրջ ցուցանիշ է։ Այն դեպքում, որ տարեց տարի կորցնում են հագարակը։ Այո, լուրջ ցուցանիշ է, դա էի ուզում ասել, հատկապես իմ տարիքային կատեգորիայի համար, այսինքն ինչքան էլ ճիշտ սնվում եմ, միևնույն է պետք է մարզվել, որպեսզի 30 տարեկանից հետո, էլ չեմ ասում, որ ես 40 տարեկանից հետո եմ արդեն, կարողանաս պահպանել մկանային զանգվածդ, ապահովես մկանային զանգվածի աճ մի բանել։ Ու դա մի մարզման ձևով, որը շատերի համար ինչ որ պասիվության հետ ասոցացվող բան է։ Ուզում եմ ասել, որ բավականին լուրջ ուժային մարզումներ ենք մենք այստեղ անում, ինչի ապացույցը ես ինքս տեսա, այսինքն դա իմ համար շատ կարևոր ցուցանիշ էր որպես բժշկի ունենալ այս տարիքում մկանային զանգվածի աճն ու մաքսիմումը դա լինում է 3%-ով, ես ունեցա այդ մաքսիմումը։